Տերը օրհնի Իսրայելին, փառք Աստծուն։ Մեր Տիրոջ ծնունդն ենք նշում այսօր։ Մեր Տիրոջ ծնունդն ենք նշում ու հրաշալի Աստծո տան մեջ, խոսել նրա խոսքը, աղոթել։ Մենք իրար հետ վերջում նույնպես կունենանք սուրբ հաղորդություն։ Եթե դու այսօր առաջին անգամ ես, ամեն ինչը թող քեզ օտար չլինի։ Այն ինչ որ անում ենք սուրբ գրքի մեջ գրված է, հա, կարդանք, աղոթենք, խոսենք, հաղորդություն ընդունենք, ոչ մի բան սուրբ գրքի սահմաններից դուրս չենք անում։ Նույնպես անգամ մեր փառաբանությունը, գործիքները, Աստվածաշունչն ասում է, ամեն գործիք պիտի փառաբանի Տիրոջը։ Թմբուկով, լարայինով, փողայինով, ես ասեմ ավելին, այստեղ էլ ավելի պիտի շատանան մեր գործիքները, ամեն, այնպես որ մի զարմացի, որ վայ սինթեզը, վայ գիտարը, եթե քեզ համար դա սովորական չի եղել կամ օտար է, իմացի, որ սուրբ գրքում այս ամեն ինչը գրված է, թմբուկով, լարայինով, փողայինով, գործիքներով պիտի Աստծո տունը լցված լինի եւ փառաբանենք մեր Տիրոջը, ամեն սրելիս, փառք Հիսուսին։ Ես մինչև կանցնեմ խոսքին, որ ուզում եմ խոսեմ սրելիս, նախ հիշեցնեմ, որ ամսի 6-ին Մոսկվայի եկեղեցու մեր Հովգոր Մեխակյանը խոսելու է տարվա խոսքը, այնպես որ եթե ազատ կլինես հնարավորություն կունենաս կարող ես գնալ, այցելել, մասնակցել եւ նույնպես տարվա խոսքը վերցնել։ Եվ ասեմ, եթե Հովգորին Instagram-յան կամ Facebook-յան էջով միացած ենք, ինքը նույնպես հայտարարեց, որ նույնպես լինելու է, այնտեղ լինելու է անհատական աղոթք ամեն մեկի համար։ Տերը օրհնի։ Եվ հաջորդ բանը, որ ուզում եմ շատ կարևոր մի բան ասեմ, անցած տարվա վերջում այդպես չխոսեցինք դրա մասին, բայց դեռ ուշ չի հավատում եմ, սիրելիս, մենք չենք նշում ձիու տարի, հա, հիշի սա։ Մենք չենք նշում ձիու տարի, մենք չենք նվիրում իրար կալենդարներ, ձիու, հա, կալենդարներ, ձիու, չգիտեմ, պատկերներ, ձիու հետ կապված, չգիտեմ ինչեր, մենք չենք նշում սիրելիս։ Դա գալիս է չինական աստվածությունից, մենք նշում ենք Քրիստոսի տարի։ Ամեն տարի նշում ենք Քրիստոսի տարի։ Ու գիտես, ես կհիշեմ Ես բազում անգամներ պատմել եմ, բայց էլի կպատմեմ, որ ավելի հայտնություն լինի քեզ համար, որտեղ շատ հաճախ մարդիկ ասում են, դե ինչ կա, խրսիրուն բան է, էլի հապես ամեն տարի մի հետաքրքրություն լինում է։ Մեր հով Արտուրը մի անգամ այդ տարի լինում է աշխարհի համար, այդ տարի լինում է վիշապի տարի, եւ հով Արտուրը մտնում է խանութ նվերներ առնելու համար, երբ որ մոտենում է վաճառողուն, ասում է ինձ նոր տարվա նվերներ եմ ուզում, այդ վաճառողին մի անգամից առաջարկում, օ, այս տարի գալիք տարին վիշապի տարի է, ես ես կարող եմ առաջարկել առաջարկել սա ու ամբողջ վիշապի պատկերներով ու բանով։ Հով Արտուրն ասում է, չէ, չեմ ուզում, ես քրիստոնյա եմ եւ ես այս ամեն ինչը չեմ ընդունում։ Ինձ ուրիշ նվերներ առաջարկի։ Այդ աղջկա հայացք, այդ աղջկա այդ օտար դեմքը, որ հովը տեսնում է, ասում է, լսի, քեզ մի բան եմ ուզում հարցնեմ։ Ես հավատացյալ մարդ եմ, աղոթում եմ։ Կուզես ես աղոթեմ, որ ամբողջ տարի քո տան մեջ լինի վիշապի ներկայություն։ Ասես չէ, չեմ ուզում։ Ասես, բայց գիտես, ես կուզեմ, որ դու աղոթես իմ համար, որ ամբողջ տարի իմ տան մեջ լինի Հիսուսի ներկայությունը։ Գիտես, ես հավատում եմ, որ չենք ուզի, որ ամբողջ տարի մեր տանը ձիու ներկայություն լինի, այդ նալերի կտկտոցը լինի, հա, ձիու այդ փրշտոցը լինի մեր տան մեջ, բայց մենք կուզենք, որ մեր Տիրոջ օրհնությունը, մեր Տիրոջ քաղցր ներկայությունը լինի մեր տան մեջ, որ մեր երեխեքին պահի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մեր ընտանիքը պահի իր քաղցր ներկայության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ես հավատում եմ, որ մենք դա կուզենք Հիսուսի անունով։ Ամեն։ Դրա համար ցելիս, գիտեք, Աստվածաշունչը մեզ կոչ անում, տեղեր կան, որտեղ մենք այս աշխարհի հոսքի մեջ չպետքա շարժվենք, մենք այս աշխարհի հոսքին հակառակ պետքա գնանք։ Ամեն ինչ չի, որ բոլորն անում են, ուրեմն ճիշտ է։ Որտեղ շատ հաճախ այսօր աշխարհը դրանով բռնում է, դե բոլորն են այտենց անում։ Ցելիս դա դեռ չի նշանակում, որ բոլորը անում են, ուրեմն դա ճիշտ է։ Հա, դա այդպես չի։ Նույնպես ես երբ որ կորոնայի ժամանակներ, դե բոլորն են հիվանդ, ասեմ ոչ, դե բոլորը պարտքեր ունեն, ոչ, ու դա դեռ չի նշանակում, որ եթե շատերը նշում են ձիու տոնը, ձիու տարին, դա ուրեմն մենք էլ պետք է նշենք, ոչ, ես չեմ նշում դա Հիսուսի անունով եւ չեմ ընդունում իմ կյանքում։ Ամեն սրելիս, փառք Հիսուսին, այնպես որ գիտես, մի տարի էլ ես լավ հիշում եմ, այդ տարի էլ աշխարհը նշում էր աքլորի տարի։ Ու մեր հով Արտուրը, երբ որ բեմ բարձրացավ, վանդակի մեջ աքլոր բերեց, ու այնքան հետաքրքիր, այնքան տպավորիչ էր դա։ Բերեց այդ վանդակով աքլորը դրեց կաֆեդրայի մոտ ու ասեց, տեսեք, ասեց, ես այս աշխարհի Աստծուն վանդակի մեջ եմ վեկալել։ Գիտես, էտա, կարա թող ինքն իրան ազատի։ Ինքն իսկ իրան չկարա ազատի, մի քանի ժամ հետո հարիսա է դառնալու։ Հա, բայց մեր Հիսուսը հաստատ մեզ պահում ու պաշտպանում է։ Ամեն, մեր Հիսուսը հաստատ մեզ հոգատանում, մեզ բժշկում է, զորացնում է։ Ու ամենակարևորը դժոխքից մեզ ազատողը մեր Տերն է։ Ամեն սրելիս, փառք Հիսուսին։
Ես ուզում եմ կարդամ Աստվածաշնչյան մի հրաշալի համար։ Հովհաննես ավետարան առաջի գլուխ առաջին խոսքից։ Սկզբումն էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ։ Ինչ որ եղավ, նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարում լույս է տալիս, եւ խավարը չիմացավ նրան։ Սելիս այստեղ մի հրաշալի միտք կա գրված, որտեղ ասում է ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Խնդրում եմ կողքինիդ ասա, առանց նրա ոչինչ չի լինում։ Առանց նրա ոչինչ չի լինում։ Եվ ես ասեմ, այսօրվա իմ ուղերձը, այսօրվա իմ քարոզի վերնագիրը հենց սա էլ վերցրել եմ առանց նրա ոչինչ։ Առանց նրա ոչինչ։ Որ մենք կարողանանք գիտակցենք սրելիս մեր սրտում, մեր կյանքում Հիսուսը որտեղ է։ Հերթական դարակների մեջ, հերթական աստվածների մեջ միտեղ դրված է, որ սրան էլ ենք հավատում, սրան էլ ենք հավատում, սրան էլ ենք հավատում, հա Հիսուսին էլ ենք հավատում, թե մեր կյանքում Հիսուսը առաջնային եւ միակ եւ ամենակարևոր տեղում է։ Առանց նրա ոչինչ։ Գիտես մենք գիտենք, մեր նույնպես հայերեն քերականությունից, նույնպես ռուսերեն թարգմանությունը մեզ ասում էր, հա սկզբումն էր խոսքը, սначала было слово, սկզբումն էր բանը։ Բանն Աստծո մոտ էր, բանն Աստված էր։ Ամեն բան նրանով եղավ, Հիսուսով, Աստծո խոսքով։ Առանց Հիսուսի, առանց Աստծո խոսքի ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Սերիս սա մեզ համար շատ հրաշալի ու շատ կարևոր մի հայտնություն է։ Ուզում ես քո կյանքում ինչ-որ մի բան փոխվի, առանց նրա չի փոխվում։ Առանց նրա չի փոխվում։ Շատ հաճախ աշխարհը գալիս ու առաջարկում է առանց Հիսուսի հեշտ, կարճ ճանապարհ, մեղքով ճանապարհ, բայց այսօր ուզում եմ քեզ ասեմ, տարին սկսենք նախանձավորությունով։ Տարին սկսենք նոր սիրով, նոր թարմությամբ։ Տարին սկսենք նոր նվիրվածությամբ, առանց Հիսուսի չի լինում ոչինչ բան։ Ու թող մեր կյանքում չլինի այդ ալտերնատիվ երկրորդական տարբերակը, ոչինչ դե Հիսուս ջան, հիմա դու էլ չլնես կարևորը լինի։ Ոչ սիրելիս, գիտես, երբ որ Աստված ասեց Մովսեսին, ես չեմ գա ձեր հետ, բայց ձեր առջևից հրեշտակ կուղարկեմ, Մովսեսն ասեց, չէ, տենց չեմ համաձայնվում։ Եթե դու մեր հետ չգաս, ոչ մի տեղ էլ չեն գնում։ Չենք ուզում անգամ հրեշտակ էլ եթե լինի, եթե մեր հետ չլինես, մենք չենք համաձայնվում։ Գիտես, ես ասեմ, այսօր արդյոք մենք պատրաստ ենք այդ պատասխանը տանք, եթե Տերը մեզ ասի, գիտես, մի հսկա հրեշտակ եմ դնում քո առաջ, ու այդ հրեշտակը քո առջևից կգնա, քո համար ամեն բան կանի, քեզ ֆինանսապես կօրհնի, քո բժշկության հարցերը կլուծի, քո աշխատանքային հարցերը կլուծի, քո կարիերայի մեջ քեզ կբարձրացնի, բայց ես քեզ հետ չեմ լինելու։ Մենք պատրաստ ենք ասենք, Տեր, ստոպ, ես չեմ ուզում։ Եթե դու չկաս, ոչ մի հրեշտակ, ոչ մի ուրիշ բաներ չեմ ուզում։ Առանց նրա ոչինչ։ Ձեզնից այսօր մենք սկսում ենք մեր տարվա սկիզբը եւ թող մեր սրտում սա լինի որոշում։ Մեր սրտում սա լինի պրինցիպ, սկզբունք, առանց նրա ոչինչ։ Տիրոջ խոսքն ասում է ամեն ինչ նրանով եղավ։ Ամեն ինչ։ Այսօր նայի քո կյանքի մեջ։ Իրես մենք խոսում ենք շատ տեղեր եւ որտեղ որ ես եմ մտել խոսել ենք կամ շփվել ենք, ես շատ հաճախ ասում, գիտես, նոր տարվա սկիզբը նման է մի բանի, որ կյանքներս մի հատ ռեստարտ է լինում, ոնց որ նոր սկիզբ է ստանում, նոր շունչ է ստանում, շատերս նոր երազանքներ ենք դնում, նոր նպատակներ ենք դնում ամբողջ տարվա համար, մեկը դնում է սովորելու, մեկը դնում է ինչ-որ մի բան ձեռք բերելու, ինչ-որ մի բան ունենալու, հա, ամեն մեկս մի բան դնում ենք։ Ու գիտես նորմալ է փառք Աստծո որ դնում են, կարևորը դա կարողանանք նույնպես հա ունենանք որոշման կամքի ուժը եւ դա պահենք միջև ոչ թե մի 2-3 օր դրանով ուրախանանք, հա ու հետո դա մոռանանք որ ինչ էին գրել, չէ՞ սիրելիս։ Մենք դա վերցնենք ու դա պահենք։ Ցանկացած տարվա սկիզբ նման է հա այդ անչով որ նոր պլաններ դնենք, նոր սկիզբ դնենք մեր կյանքի համար։ Փառք Աստծուն դա շատ լավ է, բայց ուզում եմ քեզ ասեմ քո բոլոր պլանների մեջ, քո բոլոր կետերի մեջ Հիսուսը թող լինի։ Հիսուսը թող լինի, առանց Հիսուսի, առանց նրա ոչինչ չի լինում։ Մենք կարդացինք մեր Մարիամի Աշոտի համար չէ, կարդացինք, եթե Տերը չշինի տունը, զուր են շինողները, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են անքուն մնում զինվորները։ Այսօր զինվորը կարող անքուն մնա, բայց եթե Տիրոջ պաշտպանությունը չեղավ, դա չի աշխատի։
Եթե այսօր գրես մարդը տանջվի, բայց եթե Տերը չշինեց այդ տունը, ասում է այսքան տանջվում եմ, ծակ գրպանի պես, մի գրպանից գալիս է, մի գրպանով գնում է, մի տեղից մտնում է, մի տեղից գնում է, որտեղ եղա, ոնց կորավ, այդ փողերը ոնց եկան, այնց քամու պես գնացին։ Սելիս եթե Տերը չշինի, զուր են աշխատում շինողները։ Գիտես, բայց ես լսել եմ բազում անգամներ, որ ասում են Հովիվ ջան, այնց օրհնությունն է լցվել, բան չես անում, մեկ էլ Տերը լցնում, առատությունը, ճոխությունը բերում է։ Գիտես, ես ամեն տարի ունեմ իմ ներսում, գիտեմ դու էլ ունես քո ներսում, որ ես միշտ ասում, հաջորդ տարի ավելի լավ է լինելու, քան այս տարի։ Հաջորդ տարի ավելի լավ է լինելու, քան այս տարի։ Հիմա եթե հետ ենք նայում անցած տարվա սկզբին, հունվարին ու այս տարվա սկզբին, իմ ու քո կյանքում պետք է այս տարին ավելի ուժեղ լինի։ Այս տարին ավելի փառավոր լինի, այս տարին ավելի հաղթանակներով լցված լինի։ Մենք չպետք է մնանք սելիս նույն կռուգի մեջ պտտվենք, այլ ամեն ժամանակ պետք է առաջ անցնենք, բարձրանանք Հիսուսի անունով։ Առանց նրա ոչինչ չի լինում։ Երբ որ նրա հետ չենք լինում, սիրելիս, հարվածները ուժեղ են լինում, կործանումը ուժեղ է լինում, բայց երբ որ նրա հետ ենք լինում, նա մեզ զորացնողն է, նա մեզ օգնողն է, նա մեզ անցկացնողն է։ Աստվածաշունչը մեզ կասի, որ քամիներն ու փոթորիկները կգան, բայց այն տունը, որ շինված է ժայռի վրա, այդ տունը հաստատ կմնա Հիսուսի փառահեղ անունով։ Ամեն սիրելիս, գիտես, ես քեզ ասեմ, կյանքում անընդհատ էլ մենք հանդիպում ենք քննությունների, հանդիպում ենք ինչ-որ իրավիճակների, որտեղ քննություն ենք տալիս։ Ու այսքանի օրը գիտես, ես մտածում եմ, ինչ է քննությունը։ Քննությունը մի բան է, որ այն ինչ որ սովորել ենք, գալիս է ժամանակ ցույց տալու։ Մենք դա սովորել ենք, թե չէ։ Ու գիտես, եթե կտրվում ենք քննությունից, մենք նույն կռուգը նորից պտտվում ենք, որ նորից սովորենք։ Մենք դպրոցում գիտենք, չէ, դա ինչա նույն դասարան ենք մնում, կամ նույն թեման մի հատ ենք կրկնում։ Գիտես, ու կյանքում մենք հանդիպում ենք քննության տեղերի, եթե մենք սովորում ենք սիրել, գալու է պահ, որ մենք քննություն տանք, սիրում ենք, թե ոչ։ Երբ որ մենք սովորում ենք ներել, գալիս է պահ, երբ որ մենք պիտի քննություն տանք, ներում ենք, թե ոչ։ Երբ որ մենք սովորում ենք խոնարհություն, գալիս է պահ, երբ որ այդ քննության պահն ասելիս, այդ որոշման պահն է, հիմա ես կմնամ խոնար, հիմա ես կմնամ ներող, թե չէ, ու գիտես խնդիրն ինչումն է, երբ որ ես չեմ ներում, երբ որ ես չեմ սիրում, երբ որ ես խոնար չեմ լինում, երբ որ այս Աստծո խոսքը չեմ պահում, ես նորից նույն կռուգը պտտվում եմ։ Նորից նույն շրջանը պտտվում եմ, ու դա նման կլինի, երբ որ Իսրայել ազգը Եգիպտոսից դուրս եկավ 40 տարի սարի կողքը պտտվեց։ Գիտես, եթե ուզում ես անապատից շուտ դուրս գաս, շուտ խոնարհվի։ Եթե ուզում ես անապատից շուտ դուրս գաս, այդ քննությունը տուր։ Գիտես, այդ քննությունը ինչի նման է շղթայի, հա, այսպես ասեմ, ժնջիլ, գիտեք, շղթայի, որ ամեն մի տեղ կա հատման տեղ։ Այդ ամեն մի հատումը ինքը քննության տեղն է։ Քննությունը տվեցիր կբարձրանաս վերևի կռուգի մեջ։ Քննությունը չտվեցիր նորից նույն կռուգը պտտվելու ես։ Քննությունը տվեցիր կբարձրանաս վերև, չէ, նորից նույն կռուգը, չէ, նորից նույն կռուգը, ու լինում է դեպքեր, ասում Հովիվ ջան, դե հա, ամեն տարի նույն ամեն խնդիրը, ամեն տարի նույն խնդիրը, պարտքից պարտ, խնդրից խնդիր։ Սելիս քննության ժամանակն է։ Միգուցե գալիս է քննության տեղը, պիտի քննությունը տանք։ Հա? Առանց նրա ոչինչ։ Ընտրի քեզ համար, սիրելիս, մենք ամեն մեկս ընտրենք մեզ համար։ Հիսուս, առանց քեզ չեմ ուզում ոչ մի բան։ Ուզում եմ իմ կյանքում, ուզում եմ իմ ընտանիքում, ուզում եմ իմ ֆինանսների մեջ, ուզում եմ իմ ծառայության մեջ, ուզում եմ իմ ամեն քայլափոխին դու լինես։ Ինչ որ անեմ, քեզ հետ անեմ։ Հալելույա, սիրելիս։ Գիտես, Հովհաննեսը կշարունակի 1:14-ը, եւ բանը մարմին եղավ, եւ բնակվեցավ մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածնի փառք շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Եվ բանը մարմին եղավ։ Տեր Հիսուս Քրիստոսը մարմին դարձավ, մեր մեջ բնակվեցավ, խոսքը մարմին դարձավ, մեր մեջ բնակվեցավ։ Մենք այսօր նշում ենք մեր Տիրոջ ծնունդը։ Մեր Տերը ծնվեց եւ մեր մեջ բնակվեց, մեր մեջ մարմին դարձավ։ Սիրելիս, եթե Հիսուս ունես, ուրեմն խոսք ունես, եթե խոսք ունես, ուրեմն Հիսուս ունես։ Մենք չենք կարող խոսքը Հիսուսի հետ իրարից առանձնացնենք։ Հիսուսը եւ խոսքը մեկ են։ Եթե գիտես, ես այսպեսի մի հայտնություն, որ ներսումս բարձրանում է, որքան Հիսուս ունենք, երևում է որքան ենք խոսքով ապրում։
Որքան Հիսուս ունես քո կյանքում, դա երևում է նրանից, թե որքան ենք խոսքով ապրում, ոչ թե որքան խոսք անգիր գիտենք, այլ որքան ենք խոսքով ապրում, որքան ենք Հիսուսի ասած խոսքը մեր կյանքում գործի դնում, այդքան էլ Հիսուս ունենք։ Հիսուս չունենք այն ժամանակ, երբ որ ասում ենք մեռնեմ Աստծո զորությանով, Հիսուսին չի հավատում, այդ ժամանակ չէ սիրելիս, Հիսուս ունենք այն ժամանակ, երբ որ Հիսուսի խոսքը մեր կյանքում գործի է դրված։ Այդ ժամանակ ես Հիսուս ունեմ, այդ ժամանակ մենք Հիսուս ունենք, հալելույա սիրելիս, գիտես ինչ ասում այստեղ, երբ որ կարդացի այնքան ուժեղ ձևով, նոր ձևով ինձ բացվեց առաջին Տիմոթեոս 3:16-ը եւ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը։ Գիտես այստեղ ամեն ժամանակ, երբ որ ես կարդում էի, ես ավելի շատ մտածում էի այսպես, եւ հայտնապես մեծ է Աստծո խորհուրդը։ Բայց այս անգամ, երբ որ ես կարդում եմ, այստեղը պատրաստում եմ աղոթքի մեջ, Տերը ուշադրությունը սևեռեց, ասեց, լսի, ասեց, ես չեմ ասել իմ խորհուրդը, այլ աստվածապաշտության խորհուրդը, Աստված պաշտելու գաղտնիքը, Աստված պաշտելու հայտնությունը, այսինքն եւ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, Աստված հայտնվեցավ մարմնում, որ Աստծուն ենք պաշտում սիրելիս, Այն Աստծուն, որ հայտնվեց մարմնում։ Հիսուսը Աստված է, բա մարդ էր, բա Մարիամից ծնվեց, այ մենք այս Աստծուն ենք պաշտում, Աստված հայտնվեցավ մարմնում, արդարացավ հոգով, մենք որ Աստծուն ենք պաշտում, այն Աստծուն, որ արդարացավ հոգով, երևեցավ հրեշտակներին, մենք հավատում ենք այն Աստծուն, որ երևեցավ, հայտնվեցավ հրեշտակներին, մենք հավատում ենք այն Աստծուն, որ քարոզվեցավ հեթանոսների մեջ, անհավատների մեջ, նա գաղտնի չմնաց, նա բացվեց, նա հայտնեց իր անձը, մենք որ Աստծուն ենք պաշտում ենք այն Աստծուն, որ հավատացվեցավ աշխարհի մեջ, որ Աստծուն ենք հավատում ենք այն Աստծուն, որ վերացավ, հարություն առավ փառքով, հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, Պողոս առաքյալը կասի մեզ սիրելիս, այսօր մենք պաշտում ենք երկնքից եկած, մարմին դարձած, ծնված, մեր մեջ ապրած, իր կյանքը մեզ համար տված Տեր Հիսուս Քրիստոսին։ Սիրելիս, սա մեծ նվեր է, սա մեծագույն պատիվ է երկնքից, Աստված, լինելով Աստված, Փառքերի մեջ նստած Տերը, գիտես, նա ոչ թե պարզապես հայտնի ինչ-որ մեկն է, այլ նա միակ մեծությունն է, ծնվել է իմ ու քեզ համար։ Դու պատկերացնում ես սա։ Մենք կարող ենք պատկերացնել մեծությունը, որ իմ համար եկել է, մեծություն, որ իմ համար ծնվել է, մեծություն, որ իմ համար ապրել է, մեծություն, որ իմ համար խաչվել է։ Այսօր սիրելիս, եթե մի լավ ճանաչված հանրահայտ մարդ քեզ հրավեր գրեր իր հետ ընտրելու, գիտես աշխարհով մենք կուրախանայինք, չէ՞։ Մի լավ ֆուտբոլիստ, մի լավ դերասան, մի հանրահայտ քաղաքական գործիչ կամ մեծահարուստ հրավեր գրեր, գիտես ուզում եմ քեզ հետ ժամանակ անցկացնեմ, ընթրիկ անեմ։ Գրես, վաու, ինտերնետում, Facebook-ում այդ հրավերը գրենք, գցենք, կիսվենք։ Դա լավ է, դա ընտիր է, փառք Աստծուն, բայց ուզում եմ գնահատենք, ուզում հասկանանք Աստված մարդացավ քո համար, Աստված ծնվեց քեզ համար, Աստված եկավ երկիր ու իր սրտի մեջ մենք ենք, ինքը հենց այնց չեկավ, ինքը եկավ նպատակով, ինքը եկավ միսիայով, ինքը եկավ իր սրտի մեջ ունենալով մեծ տեսիլք, որ ինձ ու քեզ փրկի, որ ինձ ու քեզ ցույց տա հավիտենական ճանապարհը։ Գիտես, մի պահ պատկերացրա, երիտասարդ տղա, 33 տարեկան, գիտի իր մահվան օրը, գիտի իր խաչելության օրը, բայց ինքը գնում է համարձակությամբ, գնում է հաղթանակով, գնում է չկոտրվելով, գնում է, որովհետև իր սրտի մեջ ես ու դու ենք, որովհետև ինքը գիտի ինչի համար է եկել այս աշխարհ, որովհետև ինքը գիտի ինչի համար է ծնվել, ու ինքը գիտի ինչ է արել սիրելիս, ու իր սրտի մեջ ես ու դու ենք։ Ուզում եմ այսօր մենք սա գնահատենք, ավելի խորապես սա հասկանանք։ Առաջին Կորինթացիս 1:30-ը մեզ կասի. «Եվ դուք նրանից եք, Հիսուս Քրիստոսից, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն,
եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերով պարծենա։ Այսօր մենք ունենք միակ պարծանքը, դա մեր Տերն է։ Ուրիշ բանով պետք չի, այնքան ցածր են մնացած բաները մեր Տիրոջ առաջ, մեր հավատքի մեջ, որ դրանցով ուսկի պետք է չի պարծենալ։ Եթե ունենք պարծենալու բան, միայն մեր Տերով պիտի պարծենանք։ Գրես այսօր աշխարհը ինչ զարմանալի գայթակղություն, խորամանկ գայթակղություն ա բերել։ Այսօր սուրբ ապրելը սարքելա ամոթ, մեղքի մեջ ապրելը սարքելա մոդա։ Բայց Աստվածաշունչը մեզ ասում է պարծեցիր նրանով, որ Տեր ունես։ Պարծեցիր նրանով, որ Տեր ունես։ Դե հա մենք էլ ենք հավատացյալ, բայց դե մենք էլ ենք ձեր նման։ Ես միշտ ասեմ, չէ, մենք ձեր նման չենք։ Չէ։ Սիրելի, Աստված մեզ կանչել է սրբության մեջ։ Աստված մեզ կանչել է տարբերվելու մեջ։ Աստված մեզ կանչել է, որ օրինակ լինենք։ Հա? Ու հենց այդտեղ էլ մենք պիտի տարբերվենք։ Ու ասում եմ, եթե պարծենում ես, Տերով պարծեցի։ Մի ամաչի, որ Հիսուսինն ես։ Մի ամաչի, որ Հիսուսը քո Տերն է։ Պարծեցի դրանով։ Հիսուս ունեմ, բա դու ունես։ Ես Հիսուսի հետ շփվում եմ, իսկ դու շփվում ես։ Ես իրան որ աղոթում եմ, ինքը ինձ պատասխանում է, ինքը իմ հետ խոսում է, իսկ քո հետ խոսում է։ Գիտես, ես կհիշեմ մի լավ պատմություն։ Երբ որ իմ մայրը միտեղ ավետարանա քարոզում, ընտանեկան տենց նստած խոսում են, խոսքի մեջ գալիս է խոսքը, ասում է, Աստծո խոսքա խոսում, ասում է, վայ, ասում է, դե Մարին ջան, դե մենք էլ ենք հավատում, ով չի հավատում։ Մամաս պտտվում է, ասում է, հավատում ես։ Ինչ լավ է, այնքան ուրախ եմ, մի հատ կաղոթես իմ համար։ Վայ, ինչ աղոթեմ, ես չգիտեմ աղոթել։ Բայց ոնց ես հավատում։ Բայց ինչ ես հավատում։ Բայելում ես հավատում, հավատում ես մեկին, որի հետ չես շփվում, հավատում ես մեկին, որի խոսքը չես պահում, հավատում ես մեկին, որի հետ փոխհարաբերություն չունես։ Գիտես, այսօր աշխարհը շատ հաճախ իրան գիտես, հենց այդ կրակն է պետք, այդ սրբությունն է պետք, այդ հավատքի փափագն է պետք։ Ոսես լսի ասես, երբ որ ես խոսում եմ իմ Տիրոջ հետ, իմ Տերն ինձ առաջնորդում է։ Իմ Տերն ինձ հետ խոսում է, իմ Տերն ինձ ասում է, աճ գնամ, թե ձախ գնամ։ Ու գիտես, երբ որ տեսնեն այդ կրակը իմ ու քո ներսում, իրանք չեն փախնի, այլ իրանք նախանձավորության կասեն, լսի, ես էլ եմ ուզում այդ Աստծուն։ Գիտես, երբ որ մենք աղ ենք լինում այս երկրի վրա, մարդիկ մեզ հետ շփվելով ջրի կարիք են ունենում։ Հա? Երբ որ մենք աղն ենք լինում այս երկրի վրա, մարդիկ ջրին են փափագում, Սուրբ Հոգու ներկայությանն են փափագում, մարդիկ փափագում են Աստծո հետ հանդիպմանը։ Գիտես, ես այնքան եմ վայելելու, այնքան եմ ճաշակել, երբ որ խոսում ես մարդու հետ, ով որ Աստծո հետ ունի փոխհարաբերություն, Աստծո հետ ունի մտերմություն, գիտես, այն անհամբեր սպասում ես, երբ այս հանդիպումը վերջանալու, մի հատ գնամ մտնեմ աղոթքի սենյակ, ես էլ հանդիպեմ այդ Աստծուն։ Ես էլ շփվեմ Հիսուսի հետ։ Մի հատ ես էլ իրան հարցնեմ, մի հատ ես էլ իրանով առաջնորդվեմ։ Հասրելիս, ասում եմ, եթե պարծենում ենք, Տիրոջով ենք պարծենում։ Բայց 30-րդ խոսքը մեզ հրաշալի հայտնություն է բերում. «Եվ դուք նրանից եք, ամեն մեկս, Քրիստոսում, որ Աստվածանից մեզ համար եղավ, Հիսուսը մեզ համար եղավ»։ Այս խոսքը մեզ տալիս է 4 հրաշալի հայտնություն։ Նա մեզ համար եղավ իմաստություն, նա մեզ համար եղավ արդարություն, նա մեզ համար եղավ սրբություն, նա մեզ համար եղավ փրկություն։ Հալելույա մեր Տիրոջը։ Սիրելիս, եթե Հիսուս ունես, ուրեմն նրա իմաստության մեջ ես։ Այսօր եթե ես ասեմ, ով իմաստության կարիք ունի, գիտեմ 100%-ով ձեռք կբարձրացնենք, բոլորս ունենք իմաստության կարիք։ Ասում եմ, դուք նրանից եք եւ նա ձեզ համար եղավ։ Հիսուս ունես, իմաստություն ունես։ Աստծո խոսք ունես, իմաստություն ունես։ Հիսուս ունես, արդարություն ունես, սիրելիս։ Ու գիտես, ես սա չեմ խոսում այն աշխարհային արդարության մասին։ Ես խոսում ավելի խորը հոգևոր արդարության մասին։ Գիտես, այսօր ոչ մեկս էլ, ոչ մեկ աշխարհի վրա չկա այդպիսի մարդ, չկա այդպիսի ժողովուրդներ, ազգություններ, որ փախնեն Տիրոջ դատաստանից։ Աստծո գահի առաջ բոլորն են կանգնելու։ Եվ որքան հրաշալի է, որ դու Հիսուս ունենաս ու արդարացված լինես։ Այսօր ոչ մեկ առանց Հիսուսի չի արդարանալու, սիրելիս։
Այսօր ես ու դու չենք կարողանալու կանեմ, դե Աստված ջան, գիտես, լավ մարդ եմ եղել։ Կյանքումս մի հատ մրջունել չեմ տրորել։ Չէ, սիրելիս, դա չի արդարացնում։ Արդարացնում է Հիսուսը։ Հիսուս ունես, արդարություն ունես։ Այսօր որքան հրաշալի է, որ երկնքի դատաստանի առաջ ես ու դու կանգնենք որպես արդարացվածներ։ Գիտես, ես այսօր կարամ ես քեզ, դու ինձ խաբենք, արդար երևանք, սուրբ երևանք, մաքուր երևանք, բայց հավիտենական դատաստանի առաջ բոլորն են բաց։ Հավիտենական դատաստանի առաջ ոչ մի բան չի կորում։ Եվ որքան հրաշալի է, որ այդ դատաստանի առաջ մենք արդարացված լինենք Հիսուսի պատճառով։ Հալելույա, սիրելիս։ Եթե Հիսուս ունես, սրբություն ունես, նա է մեր սրբությունը։ Մենք նրա սրբության մեջ ենք թաքնված եւ նրա սրբությունով ենք մենք սրբվում, սիրելիս։ Այսօր մենք նայում ենք աշխարհը, սիրելիս, ոչ միայն աշխարհը, նույնպես հոգեվոր աշխարհում, հոգեվոր դաշտում, եկեղեցիներում, հոգեվորների կյանքում, այս մեծ մարտահրավերը, այս մեծ վիզը գիտես ոնց է գցած, սուրբն ավելի սրբվի ու պիղծն ավելի պղծվում է։ Ու ես դրա մասին մտածում էի, մանավանդես ընթացքում այնքան տարբեր տեսակ լուրեր ես լսում, թե ինչ է կատարվում հոգևոր աշխարհում։ Հզոր ծառայողներ ինչ ծայրահեղական բաներ են անում, ընկնում են շնչավոր բաների հետևից։ Ասում ես Տեր իմ Աստված, ուր մնաց քո խոսքը, ուր մնաց քո խոսքի ճշմարտությունը։ Ու գիտես մի բան էի նայում, երբ որ աղոթքի մեջ խորհում էի, այս խոսքը բարձրացավ ներսի մեզ, որ սուրբն ավելի սրբվում է, պիղծն ավելի պղծվում է։ Ու գիտես, եթե օրինակի համար սա process է, որ այս տարիների ընթացքում դա կատարվում է, այս process-ի մեջ կատարվում է, պիղծն ավելի պղծվում է, սուրբն ավելի սրբվում է։ Հիմա պատկերացրա մոտավորապես 10 տարի առաջ, եթե պիղծն ու սուրբը իրար կողք էին, իրար մոտիկ էին, քիչ էր տարբերվում։ Մի քիչ իրար հասկանում էին, մի քիչ տարօրինակ է, բայց գիտես չէ, որ ժամանակի ընթացքում պիղծն ավելի պղծվում է, սուրբն ավելի սրբվում է։ Ու այս տարբերությունը գնալով ավելի զգալի է դառնում, ավելի երևացող է դառնում։ Հետո նայում ես, տեսնում ես, մարդ, այս ինչ են անում, այս ինչ է կատարվում։ Հազար ներողություն, բայց ես սա ասում եմ, որ մեր ներսը Աստծո վախը լցվի։ Այսօր Սուրենը ինձ մոտ վիդեո է գցել, ես չգիտեի, լաց եմ, ինչ անեմ, հովիվը կաբլուկներով քարոզում է։ Տեր իմ Աստված, տղամարդ, ինչ էր, տղամարդ հովիվ։ Տեր, ուր ենք հասել, գիտես սուրբն ավելի սրբվում է, պիղծն ավելի պղծվում է, ու պիղծը չի կարում գիտակցու, չի հասկանում էլ ինչի մեջ է, որտեղ այնքան է թաթախվել իր կեղտի մեջ, իր համար դա նորմալ է դարձել։ Իսկ սուրբը, երբ որ նայում ասում եմ, լսի, այսուր ենք հասել, արդյոք ստեղ կա դատողություն, արդյոք ստեղ կա սթափ մտածելակերպ։ Մտածում ես, ասում ես, մարդկանց ուղեղն ուր է։ Բայց էլի սա աշխարհն է։ Սա աշխարհն է։ Ու գիտես, նայում ես, այսօր ինտերնետը այնքան է բթացնում, այսօր հիմար բաների վրա դու կտեսնես այնքան դիտումներ ու այնքան լայքեր, այնքան դիտումներ է հավաքված, այնքան են մարդիկ դրա վրա ժամանակ անցկացնում, դու ասում ես, իրոք մեր մշակույթը, իրոք մեր աշխարհը սրա մեջ է, իրոք սա այսպես է։ Գիտես, ես հիշում եմ մի քանի տարի առաջ, Աստծո հրաշալի գեներալը, Աստծո ծառայողը ուղիղ եթեր մտած Աստծո խոսք էր խոսում։ Դիտումները մոտարապես 1000-1500 հոգի։ Նայում եմ, տեսնում եմ մեկը, որ 1000 ներողություն ավելով ապարում է 10000 դիտում։ Ասում իրոք մարդկությանը սա է հետաքրքրում։ Իրոք մարդիկ ստեղ են լավ զգում իրաց, որ նայեն թե մեկը ոնց է հիմարավարի ավելով ապարում։ Կամ տղամարդը աղջկա շորեր հագնում, դա նորմալ է, մենք այդտեղցի ծաղում ենք, բայց հենց որ խոսում է հավատացյալը, որ Աստված կա, Հիսուս կա, սուրբ պետք է ապրել, ընտանիք սիրել, մաքուր ապրել, դուք աղանդավոր եք, դուք շեղված եք։ Իրոք սուրբն ավելի սրբվում, պիղծն ավելի պղծվում է։ Ու դու նայում ես, տեսնում ես այսօր աշխարհը ինչով է լցնում։ Ես մեր երիտասարդներին, մեր երեխեքին միշտ ասում, եթե ինտերնետի մեջ բան եք լցնում, լցրեք բարոյականություն,
լցրեք սրբություն, լցրեք ճշմարտություն, լցրեք սթափ, adekvat մտածելակերպ։ Այսօր աշխարհը դրա կարիքը շատ ունի։ Տարիներ առաջ դեռ այս աֆորիզմը կար ու ինձ շատ դուր ա գալիս, ասում եմ, եթե ուզում եք աշխարհում անօրենությունը շատանա, բարի մարդիկ, խելացի մարդիկ, բան մի արեք։ Ինքն իրան մեկ անօրենությունը շատանալու է։ Բայց այսօր մենք կանչված ենք այս աշխարհի հոսքին հակառակ գնալու սիրելիս։ Այս աշխարհի հոսքին հակառակ գնալու։ Ես մեր եկեղեցին ուխտի մեջ է Տիրոջ առաջ։ Մենք չենք խմում խմիչք։ Մենք ալկոհոլ չենք օգտագործում։ Գրես բայց մարդ դե հով ջան նոր տարի էր, դե սա խմում են, տենց ամաչեցի։ Այ հենց այդտեղ էր պետք։ Այ հենց այդտեղ էր վիզովը, այ հենց այդտեղ էր կանչը ցույց տալու։ Դե բոլորը խմեցին ամոթ էր։ Պարծենանք Հիսուսով։ Պարծենանք Հիսուսով։ Ցույց տանք աշխարհին, ցույց տանք հոգևոր աշխարհին, հրեշտակները նայում են, հոգևոր աշխարհը նայում է սիրելիս։ Ու Տերը կանգնած նայում է։ Դու հենց այդ րոպեին կպարծենես իրանով, դες դե լավ, հովս այստեղ չի տենում։ Հասկանում եք սիրելիս։ Այսօր Հիսուսը ծնվել է, ու ես ուզում եմ ես ու դու հասկանանք, իհարկե մենք խոսում ենք ուրախ ավետարան, մենք խոսում ենք նույնպես հաղթանակներ, մենք խոսում ենք Աստծո փառքը, մենք խոսում ենք ցնծություն, բայց միևնույն ժամանակ սիրելիս ուզում եմ մենք գիտակցենք, մեր Տեր Հիսուսը կյանքի գին է վճարել մեզ համար, դա խաղուպար չի։ Դա խաղուպար չի, Աստված մարդացավ մեզ համար, հալածվեց, թուքումուր տարավ, ամբողջ այդ խայտարակությունը վերցրեց իր վրա, մահով մտավ դժոխքը, դժոխքից հաղթանակով դուրս եկավ, որ մենք այսօր կոմպրոմիսի գնանք, ոչ Հիսուսի անունով, որ մենք այսօր նայենք նրա անցած ճանապարհին ու դրանով ուժեղանանք ու դրանով հաղթող դուրս գանք Հիսուսի անունով։ Գրես ես մի բան կհիշեմ։ Երբ որ մեր Էձիկ Պետրոսյանը Սիրիայի այդ պայթումների ժամանակ մահացավ, գրես եկեղեցում մի շունչ էր բարձրացել։ Մի sense գիտես ամեն մեկի ներսում, ես կասեմ իմ ներսում էլ էր, բայց շատերը գիտես, հո, Էձիկի գործը պիտի շարունակենք, ավետարանը պիտի չկանգնի, էսի պիտի sense չլինի, Էձիկը ճամբարներ էր անում, ճամբարները պիտի շարունակենք, Էձիկը էս էր անում, ու գիտես իր զոհը, իր կյանքի վճարած գինը բոլորին ստիմուլ էր տալի, բոլորին արթնացնում էր, չենք կանգնելու, շարժվելու ենք։ Դա լավ է, դա ընտիր է, մենք պատվում ենք Էձիկի անցած ճանապարհը, բայց ուզում եմ քեզ ասեմ սիրելիս Քրիստոսը իր կյանքն է վճարել, խաչի ճանապարհն է անցել ու մեզ ամեն օր պետքա դա ստիմուլ տա, մեզ ամեն օր դա պետքա արթնացնի, մեզ ամեն օր դա պետքա կանգնացնի հաղթանակի համար, չհանձնվելու համար, նայենք մեր Հիսուսին, նայենք նրա ծնունդին, նայենք նրա անցած ճանապարհին, նայենք խաչվածին, ասենք չէ ես ձեռներս չեմ կախելու, Տեր դու չես կախել, ես էլ չեմ կախելու, դու չես հանձնվել, ես էլ չեմ հանձնվելու։ Գիտես, ես սիրում եմ մի ֆիլմ, Մել Գիբսոնի ֆիլմը Ազատություն, հա տեսել եք երևի Freedom, անունը կոնկրետ չեմ հիշում, բայց այդտեղ ինքը խոսում է Շոտլանդիայի ազատության մասին այդ կինոն։ Ու գիտեք, այնքան ուժեղ է, ինքը այդ պատրիոտն է, այդ առաջ գնացողն է, որ պիտի ազատագրի իր երկիրը Անգլիայի գերությունից։ Ու գիտես այն պահն է, երբ որ թագավորը իրան բռնել է, ու արդեն իրան, գիտես, պետքա գլխատեն, իրան տանջում են, իրան պետքա գլխատեն։ Ու այնքան ուժեղ էր իր բոլոր հետևորդները, ժողովուրդը, որ հավատում էին իր գաղափարախոսությանը, կանգնած սպասում են Մել Գիբսոնի որոշմանը, այդ հերոսի որոշմանը։ Գիտես, ու թագավորն ասում է, եթե պարզապես համաձայնվես ինձ, քո մահը կարճ ու արագ կլինի, չես տանջվի։ Բայց եթե չհամաձայնվես, տանջանքով ես մահանալու։ Ու գիտես այդ ֆիլմի մեջ ինձ ինչն է դուր գալիս, որ այդ ամենավերջի պահն էլ անգամ հերոսը, ֆիլմի հերոսը ինքը գոռում է ազատություն։ Ազատություն, ու այդ ամեն ինչը հենց տալիս այդ ստիմուլը, այդ էներգիան, այդ զորությունը, այդ չհանձնվելու, առաջ գնալու էներգիան, որ մենք հետ կանգնողներից չենք, մենք առաջ գնացողներից ենք Հիսուսի անունով։ Հալելույա սիրելիս, ու ես քեզ կուզեմ ասեմ, նայի ամեն ժամանակ մեր Հիսուսի խաչին, նայի ամեն ժամանակ նրա կատարած գործին, նայի ամեն ժամանակ նրա ծնունդից ամբողջ անցած ճանապարհը ամբողջությամբ նա մեզ համար կատարյալ օրինակ է, որ մենք նայենք ու երբեք չհանձնվենք։ Հիսուս ունես սիրելիս, սրբություն ունես, սրբությունդ ամուր պահի։
Սրբությունից չամաչես։ Այս աշխարհը այսօր մեզի շատ մեծ առաջարկ ու շատ մեծ վիզը ակցում, շատ մեծ գայթակղություն ակցում, որպեսզի ամաչենք սրբությունից։ Տղամարդկանց ուրիշ ձև ակցում, կանանց, քուրիկներին, աղջիկներին ուրիշ ձև ակցում։ Ես սիրելիս ներողություն եմ խնդրում, որ ես սա ասում եմ, բայց սա պետք է ասեմ, որ մենք հասկանանք, որ գիտես, շատ հաճախ մենք նայում ենք, ասում ենք, դե գիտես, մեր ազգը, մեր ժողովուրդը փառք Աստծո, ես ինքս հայրենասեր եմ, սիրում եմ իմ ազգը, սիրում եմ իմ ժողովրդին, բայց հեռու բան չեմ պատմում, մոտիկ եղբոր մասին եմ պատմում, երբ որ ասում եմ, ես ասում եմ, դասատու եմ, եւ ռայոնում մտնում եմ լսարան, դասարան, որ պետքա դաս տամ, տեսնում եմ մի քանի 4-5 հոգի աղջիկ երեխաներ, 14-15 տարեկան աղջիկ երեխաները անշնորհք 18+ ֆիլմ են նայում, ու իրանք չեն իմանում, որ ես մտել եմ, ասում եմ, ես այդ ձայներից, այդ ֆիլմի ձայներից դողում եմ, չգիտեմ ոնց հետ փախնեմ, որ չիմանան, որ ըստեղ եմ։ Ցելի Սուրբն ավելի սրբվի, պիղծը պղծվում է։ Այսօր մենք կանչ ունենք, այսօր մենք վիզը ունենք աշխարհից, այսօր մենք վիզը ունենք, որ մենք պետքա մտնենք, ոչ թե ամաչենք սրբությունից, այլ սրբությունը տարածող լինենք Հիսուսի անունով։ Ես լավ կհիշեմ, շատ տարիներ առաջ դեռ նոր էի ապաշխարած։ Իմ ընկերներից մեկի բանակային քեֆի էի մասնակցում։ Բանակային քեֆի ժամանակ խոսքից կենաց այս կողմ են կողմ ու շուխուրն ընկավ, որ ես չեմ խմում, որովհետև հավատացյալ եմ։ Սեղանի մեծերից մեկը, գիտես, քմծիծաղով, հեգնանքով ասում է, դե աբատա կյանք արա, գիտեք, նմանատիպ արտահայտություններ։ Ինչի հետևից ես ընկել ջահել տղա ես 21 տարեկան։ Գիտեք, ես հիշում եմ ու հաստատ գիտեմ Աստծո հոգին ուղղակի իմ վրայի չավ այդ ժամանակ։ Ես կանգնեցի ու ասեցի, ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Եթե ես հիմա այստեղ ասեի, որ ես ունեմ ստամոքսի հիվանդություն ու դրա համար չեմ խմում, դուք ինձ կասեք, հա տղա ջան, նայ առողջությանդ հետևի։ Եթե ես ասեի, ես սպորտսմեն եմ, դրա համար չեմ խմում, դու ինձ կասես, մալադես տղա ջան։ Բայց հենց ասում, ես հավատացյալ եմ, Հիսուսի համար չեմ խմում։ Ես դարձա արդեն կյանք չանող։ Այսօր աշխարհը միևնույն է փորձելու է մեզի տուպիկ տա։ Մեզի գցի այն վիճակում, որտեղ դե ամոթ է դե պետք է անես։ Նույնը քուրիկներին։ Արդեն զարմանալի է, մեծանում են, հասնում են 14-15 տարեկան, արդեն եթե ընկեր չունես, որի հետ արդեն չես համբուրվել կամ չես, արդեն ամոթ է։ Սուրբն ավելի սրբվի։ Պիղծը պղծվում է։ Այսօր աշխարհը սենց տենց գնում է պղծության սրելիս։ Այսօր մենք պետք է կարողանանք մեզի պահենք Տիրոջ մեջ, որ այդ հոսքը մեզ չվերցնի։ Որ այդ հոսքը մեզ չվերցնի։ Եթե Հիսուս ունես, սրբություն ունես։ Եթե Հիսուս ունես, փրկություն ունես։ Հիսուսը մեզ համար եղավ փրկություն։ Սերիս առանց Հիսուսի չկա փրկություն, չխապնվես։ Այսօր ես չեմ ուզենա իմ ու քո գլխի տակ փափուկ բարձ դնեմ։ Ես հովջան նոր տարյա նոր տարվա օրը մտ լավ քարոզ էի։ Այնքան եք քարոզելու լավ քարոզներ ու էսի շատ լավ քարոզ է։ Գրես լավ քարոզներից մեկը որն է, որ մեր գլխի տակ փափուկ բարձ չի դնում։ Լավ քարոզներից մեկը որն է, որ մեզ չի թողում նույն վիճակի մեջ մնալ։ Լավ քարոզները գիտես որն է, որ մեզ չի թողում կանգնած մնալ։ Լավ քարոզներն է, որ քեզ բրդում է առաջ գնալ, որ քեզ բրդում է փոխվելու, որ քեզ բրդում է սրբվելու։ Մենք կանչված ենք ու մենք չպետք է մեր ականջներին հաճելի քարոզներ ընտրենք։ Մենք կանչված ենք, որ փոխվենք, Սուրբն ավելի սրբվի, ասա ամեն սրելիս։ Այսօր ես չեմ ուզենա քո գլխի տակ փափուկ բարձ դնեմ։ Դե կարևորը գալիս ես եկեղեցի փրկված ես։ Ցելիս փրկված ես, եթե Հիսուս ունես։ Եթե ես գնամ մտնեմ ավտոտնակ, գարաժ մտնեմ, ավտո չեմ դառնա։ Եթե մարդ գալիս է եկեղեցի, դա դեռ չի նշանակում, որ փրկվում է։ Այսօր տուրիստներն էլ դրսից լիքը, տարբեր ազգերի, տարբեր կրոնների մտնում, նկարում դուրս են գալիս։ Քրիստոնյա դարձան, փրկվեցին։ Քրիստոնյա չեն դառնում նրա համար, որտեղ հայ են ծնվել, սրելիս։ Հայ չի նշանակում քրիստոնյա, սա մեր ազգի խաբկանքն է։ Ցավով եմ ասում, ճանաչում եմ հայեր, ովքեր մուսուլմանություն են ընդունել։ Հիմա ինչ։ Հայեն ուրեմն քրիստոնյա են, ոչ քրիստոնյան ընտրությունը, քրիստոնյան կյանքի ճանապարհը, քրիստոնեությունը որոշում է, ոչ թե հայ եմ ուրեմն քրիստոնյա եմ։
Այդտենց էլ խաբված ենք, այդտենց էլ հպարտացած ենք, առաջի ամենը երկիրն ենք ընդունել ենք քրիստոնեությունը ու Հիսուսից հեռացած ապրում ենք։ Հիսուս ունես, փրկություն ունես։ Մենք սրան ուշադիր նայենք սրելիս։ Երբ որ գա ժամանակը, երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ, մենք կարանք համարձակ ասենք Հիսուս, ես քեզ ունեմ։ Հիսուս, ես քեզ ունեմ։ Մենք աղոթքի մեջ ամեն օր կարանք ասենք Հիսուս, ես քեզ ունեմ։ Մի լավ անեկդոտ կա, կհիշես այդ անեկդոտը, ես մեկ-մեկ պատմել եմ։ Երկնքի դարպասների մոտ Տերը կանգնած դիմավորում է մարդկանց։ Գալիս է մի ծառայող, ասում է Հիսուսին ճանաչում ես։ Ասում է հա իհարկե ինչի չեմ ճանաչում, ես իրան միշտ աղոթել եմ, ես իր հետ միշտ շփվել եմ։ Ասում է դե անցի ձախ կողմը։ Գալիս է մի ուրիշ ծառայող, ասում է Հիսուսին ճանաչում ես։ Իրես կանգնածը Հիսուսն է, որ դիմավորում է։ Ասում է Հիսուսին ճանաչում ես, հա ինչի չեմ ճանաչում, ես միշտ իրան երգել եմ, ես միշտ իրան երկրպագել եմ, ես միշտ իրան զոհաբերություններ եմ արել, անցի ձախ կողմը։ Գալիս է մի տատիկ, ասում է Հիսուսին ճանաչում ես, ասում է քավայ Տեր ջան, քեզ ով չի ճանաչի։ Այդ մեկն էր, որ ճանաչեց Հիսուսին։ Ասում է արի աջ կողմը։ Արի աջ կողմը։ Այդ դու էր, որ ճանաչեցիր։ Դու ոչ թե պարզապես ձևական հավատացյալ էիր, այլ դու իրական ինձ ճանաչող մեկն էիր։ Հիսուս ունես, փրկություն ունես, սիրելիս։ Հալելույա։ Արի կանգնենք ոտքի, խնդրում եմ։ Այսօր մենք իրար հետ ընդունելու ենք Սուրբ հաղորդություն։ Այսօր մեր կյանքը նորովի 2026 թվականը նորովի կենթանի զոհ ենք բերելու, ընծա ենք բերելու մեր Տիրոջ առաջ։ Սիրելիս, ուզում եմ քո կյանքի վրա հռչակեմ։ Չնայած անցած տարվա վերջում Տերը խոսեց, որ իր հոգին պիտի գա մեր վրա։ Իր ձեռքը մեզ հետ լինի ու մենք այս աշխարհի սիստեմից արագ ենք վազելու ու առաջ ենք անցնելու Հիսուսի անունով, ասա ամեն։ Գիտես, բայց դրա համար պետքա պատրաստել այդ պլատֆորմը, որ Աստծո հոգին իջնի։ Դրա համար պետքա պատրաստել այդ հիմքը, որ Տիրոջ այցելությունը լինի։ Գրես մենք ունենք հրաշալի հայտնություն, Աստված ամենուր է, բայց միևնույն ժամանակ մենք ունենք հայտնություն, որ Աստված ունի յուրահատուկ այցելություն, երբ որ կա համապատասխան պայմաններ։ Աստված ունի յուրահատուկ այցելություն ամեն մեկիս համար պատրաստած։ Այսօր ուզում եմ մենք լինենք այդ մարդիկ, որ Տիրոջ համար այդ ֆունդամենտը, Տիրոջ համար այդ պլատֆորմը կկառուցենք, կհրավիրենք, ասենք Տեր արի խնդրում եմ։ Ես անցած անգամ ասեցի, գրես ամեն անգամ երբ որ տանն աղոթում եմ ծառայության համար, ասում Տեր խնդրում եմ, հրավիրում եմ, արի անպայման ներկա եղի հավաքույթին։ Առանց քեզ չեմ ուզում ոչ մի հավաքույթ, ուզում եմ դու ներկա լինես։ Ուզում եմ դու ներկա լինես։ Մեր հովվ Արթուրը շատ հաճախ ասում է, երբ որ ես քարոզում եմ, ես իմ մտքում միշտ դնում պատկերացնում եմ, որ Հիսուսը նստած ու լսում է, թե ես իր մասին ոնց եմ քարոզում։ Ինքը նստած ու լսում է, թե ես ոնց եմ պատմում ավետարանի խոսքը իր մասին։ Գրես ուզում եմ, Տեր, հրավիրում եմ, ունեցիր ես փափագը քո սրտում։ Հիսուս արի։ Հիսուս արի, Հիսուս ներկա եղի իմ կյանքում։ Առանց քեզ ոչինչ։ Առանց քեզ ոչինչ։ Հալելույա։ Գրես հրաշալի է, երբ որ մենք մեր կյանքը նվիրած ու ընծայած ենք լինում Հիսուսին, երբ որ մենք տալիս ենք իրան, ինքը ամեն տեսակ սխալները բժշկում ու մաքրում է։ Հալելույա մեր Տիրոջը։ Գրես ես հիշում եմ մի շատ ազդեցիկ իրավիճակ, որտեղ ես ինքս հայտնվեցի։ Մի քանի տարի առաջ, երբ որ առաջի անգամ եղա Եկատերինբուրգում, ինձ օրհնեցին ու մենք գնացինք տարբեր տեսարժան վայրեր։ Ես սա պատմել եմ ու սիրում եմ միշտ դրա մասին կիսվել, որտեղ Տերը խորը հայտնություն էր բացել։ Մենք գնացինք Վիսոցկի թանգարանը, տուն թանգարանը։ Վիսոցկի տուն թանգարանում մի մեծ սովետական միության քարտեզն էր կպցրած ու բոլոր քաղաքների վրա դրոշակներ էր կպցրած ու ամեն դրոշակի վրա գրված էր թե քանի հազար հոգանոց դահլիճներում է համերգներ տվել Վիսոցկին։ Այդ շենքը ամբողջությամբ կոչվում էր 40 քանի հարկ էր, 50 հարկ էր, չեմ հիշում, կոչվում էր Վիսոցկի ցենտր, հենց այդպես։ Ու մի հարկ ամբողջությամբ իր թանգարանն էր։ Գիրես այնտեղ էր իր գիտարը, այնտեղ էր իր տան օրինակը, մոդելն էին հավաքել, իր հեռախոսը, տնային, իր նստելու տեղը, սեղանը, շատ հետաքրքիր էր, շատ ազդեցիկ էր։ Բայց գիտես, մենք գիտենք, որ Վիսոցկին ունեցել է թուլություն խմիչքի հետ կապված։
Ու գիտես, հետո անցավ, մենք գնացինք Ելցին ցենտր, Ելցինի տուն-թանգարանը, նորից հրաշալի էր, պատմությունն ամբողջությամբ ամբողջ տեսարանն այնպիսին էր, որ թե Ռուսաստանում 90-ական թվականներին ոնց եղավ հեղափոխությունը սովետից հետո դեպի նոր ժամանակները, ու ամեն մի սենյակը մի պատմություն էր, այնտեղ նույնպես կար 90-ական թվականներին մեր խանութների օրինակները, մոդելները, այն մեր ծամոնները, այդ ամեն ինչը sense նայում էին, ամեն ինչ այնքան հետաքրքիր էր, հիշացնում էր, լավ ժամանակ անցկացրեցինք։ Բայց երբ որ դուրս եկա, նորից գիտես մի բան, որ մենք գիտենք նույնպես Ելցինն ունեցել է թուլություն խմիչքի հետ կապված, ու երկուսի մահվան պատճառն էլ եղել է դա։ Ու գիտես դուրս ես գալիս ու հիշում ես, ու մի բան, որ ներսումդ բարձրանում է, մարդ, ով իր գիտարով, ով իր երգով ամբողջ աշխարհը ոտատակ էր տալիս, բայց մի հատ խմիչքի գերի էր։ Մարդ ում ստորագրությունը զորքերը, բանակը, պատերազմ այս կողմից այն կողմ կտաներ, այս կաներ, այն կաներ, բայց մի բաժակ խմիչքին գերի էր։ Ու մի ստորագրությունով միլիարդավոր գումարներ այս կողմից այն կողմ կտեղափոխվեին։ Մի ամբողջ քաղաքներ, իրարանցումներ կլիներ։ Այդ հսկան, այդ գիգանտը գերի էր մի փոքր բաժակի։ Սիրելիս, Հիսուս չունես, ոչ մի բան։ Հիսուս ունես, ամեն ինչ ունես։ Առանց նրա ոչինչ։ Առանց նրա ոչինչ։ Այսօր աշխարհի ոչ մի մարտահրավերին չես կարող կանգնել, եթե Հիսուս չունես։ Բայց եթե Հիսուս ունես, քամիներն ու փոթորիկները ինձ ու քեզ կօգնեն, որ մենք անցնենք ու հաղթող լինենք։ Հալելույա մեր Տիրոջ, արի խոնարհենք մեր գլուխները։ Շնորհակալ ենք փառահեղ Աստված։ Գոհանում ենք այսօրվա համար։ Գոհանում ենք Տեր քո ծնունդի համար, նշում ենք քո ծնունդը Տեր։ Եվ խոսում ենք քո ավետարանը։ Եվ այն խոսքը, որ դրել ես Տեր, մենք այսօր դա բարձրաձայնում ենք։ Առանց նրա ոչինչ։ Մենք ուզում ենք Տեր այս տարվա սկզբին մեր աղոթքը, մեր սրտի փափագը լինի, որ մեր կյանքում ամեն բանում դու լինես Տեր, քո ողորմությունը լինի, քո շնորհքը լինի, քո անսահման սերը, քաղցրությունը թող լինի քո ժողովրդի վրա Տեր։ Մենք չենք ուզում Տեր, որ այս տարվա մեջ ինչ-որ որոշումներ կայացնենք առանց քեզ, խնդրում ենք Սուրբ Հոգի, որ օգնես, որ առաջնորդես, որ սովորեցնես, որ ամեն բան ինչ որ անենք, քեզ հետ միասին անենք։ Ամեն բան ինչ որ անենք, առանց քո օրհնության չլինի Տեր։ Ամեն բան ինչ որ անենք, քո օրհնության մեջ լինենք։ Խնդրում ենք թանկագին Հիսուս։ Այսօրվա քո խոսքի համաձայն, ոնց որ գրված էր, սկզբումն է Աստծո բանը, եւ բանն Աստծո մոտ էր։ Եվ բանն Աստված էր։ Նա սկզբումն Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ։ Առանց նրա ոչինչ չեղավ։ Մենք ուզում ենք Տեր, որ մեր կյանքում ամենաբարձր տեղում դու լինես։ Ու քո խոսքը, քո կարծիքը, քո խրատները մեր կյանքում լինեն ամենակարևոր տեղում։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Ես մի հարց եմ ուզում տամ, մարդկա, որ այսօր առաջի անգամ է, եթե դու առաջի անգամ ես, կխնդրեմ ձեռք բարձրացնես, մենք քեզ ողջունենք։